Նախընտրական քարոզարշավին ընդառաջ Արարատի մարզում խմորումներ են սկսվել դպրոցների տնօրենների, նորանշանակ մարզպետի հանրապետական եղբոր եւ նախկին ոստիկանապետ Հանրապետական կուսակցության Արարատի տարածքային խորհրդի նախագահ Ալիկ Սարգսյանի միջև։ Մարզի խոշորագույն դպրոցների տնօրենները դիմել են 4-րդ իշխանություն պարբերականին ահազանգելով իրենց նկատմամբ արդեն իսկ կիրառվող ճնշումների մասին։ Ըստ թերթի մարզպետը քարոզչություն է իրականացնում իր եղբոր Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված Արայիկ Գրիգորյանի համար, իսկ Ալիկ Սարգսյանը իր համար։ Ազատության հետ զրույցում մինչդեռ անկուսակցական Արամայից Գրիգորյանը վստահեցրեց, իրենք դեռ ոչ մի քարոզչություն չեն իրականացրել։ Հանրապես մեր մարզում քարոզչություն չկա, հանրապետությունում քարոզչություն չկա, երբ որ քարոզչությունը կլինի, այդ թեմայով մենք խոսենք։ Իսկ երևանքներ միշտ կարող են լինել, պատվերներ միշտ կարող են լինել։ Ես հավաստիացնում եմ ձեզ բոլորիդ, որ դրանք ընդամենը պատվերներ են։ Նկատենք սակայն մեր այցի պահին Արամայից Գրիգորյանի աշխատասենյակում էին մարզի դպրոցների մի խումբ տնօրեններ։ Ինչ հարցվեիք մարզպետի մոտ։ Տարբեր դպրոցների։ Կրթական հարցեր։ Այս մարզի տնօրեններ եք։ Այո, այս մարզի։ Ալիկ Սարգսյանը եւս պնդեց, ինքը պայքարում է ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանրապետականի համար։ Բնականաբար լավ կլինի, ով ռեյտինգով շատ ձայն կունենա, բայց դա կոնկրետ իմ համար որպես հանրապետական կուսակցության մարզային խորհրդի նախագահ առաջնայինը չի եւ էականը չի։ Ինձ համար գլխավորը հանրապետական կուսակցությունը Արարատի մարզում որքան քվե կունենա։ Նախկին ոստիկանապետը չբացառեց, որ միգուցե մարզպետի եղբայրն իրենից ավելի շատ ձայն հավաքի, բայց վստահեցրեց հանուն իր ռեյտինգի որևէ մեկին չի խոչընդոտելու։ Արարատի մարզում ես չունեմ այդ խնդրումը, որտեղ ժողովուրդը ինձ ճանաչում է, ժողովրդի հետ հարաբերվել աշխատել եմ երկար տարիներ, կարծում եմ ամենամարդկային ջերմ հարաբերություններն են մեր մեջ, մեկը ժողովրդի իմաստունն է, ժողովուրդը վերջում, ովքեր ինձ ճանաչում են, ինձ ձայն կտան, քվե կունենամ, ես անհրաժեշտ ձայներ ես կունենամ։ Նկատի ունեմ, չեմ կարծում պատիվս խաթարվի դրանով։ Ժառանգության նախկին անդամ Անահիտ Բախշյանը չի հավատում վստահեցումներին, թե ուսուցիչների վրա ճնշումներ չեն գործադրվում։ Ազատ դեմոկրատների ցուցակով падգամավորի թեկնածու առաջադրված կրթության ոլորտի փորձագետը պնդում է, դպրոցներում նախընտրական քարոզչություն եղել է եւ առաջիկա ընտրություններն էլ բացառություն չեն լինի։ Քարոզչությունը դպրոց մտել է, այդ քաղաքական քարոզչությունը դպրոց մտած է, եղել է, այսօր էլ կա եւ սա չափազանց վտանգավոր երևույթ է, այս երևույթը պետք է պարզապես քրեականացվի։